Շատ ֆուտբոլ կխաղանք, որտեղ տղեկ մենակ մեր թաղի տղեկ այլ ասած ֆուտբոլիստ են։ Առայժմ Նարեկն ու ընկերները խաղում են հարևան բակերում կամ որտեղ միազատ տարածություն են գտնում։ Անհամբեր սպասում են, երբ են ավարտելու իրենց բակի խաղահրապարակի շինարարությունը։ Այստեղ լինելու են ֆուտբոլի դարպասները, բասկետբոլի շթերը, վոլեյբոլի ցանցը։ Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակը կառուցվում է մասնակցային բյուջետավորման ծրագրով։ Սա նշանակում է, որ կառավարությունն ու համայնքը բարեփոխումների ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում կարևորում են նաև բնակիչների ցանկությունը։ Ներկայացվել էր 8 հայտ, որոնցից ընտրվել էր 3-ը։ Մենք փորձում ենք մեր աշխատանքներին հետևողական լինենք եւ որակը մեզ համար խստիվ կարևորագույնն է։ Խաղահրապարակի կառուցման նպատակով համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 15 միլիոն դրամ։ Շինարարությունն ավարտական փուլում է։ Բնակիչների առաջարկով է հիմնանորոգվում նաև Դիլիջանի հին թաղամասերից մեկում գտնվող մշակույթի կենտրոնը։ Կառուցվել է 1970-ականների սկզբին եւ արդիականացման կարիք ուներ։ Այստեղ կտեղակայվի նաև քաղաքային գրադարանի մասնաճյուղը։ Նորոգված կենտրոնի շինարարության ավարտին անհամբեր սպասում են հատկապես տարեց բնակիչները։ Այստեղ պիտի հանդիպեն միմյանց, կազմակերպեն իրենց ժամանցը։ Բնակելի թաղամասերն իրար կապող կամուրջն էլ պատանիների դպրոց տուն ճանապարհն ավելի անվտանգ դարձնելու համար է։ Վերջին շրջանում ինքնաշեն 5 կամուրջով բոլորը չէ որ համարձակվում էին անցնել։ Դիլիջան համայնքում ակտիվ ընթացքում են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը։ Մի քանի փողոցներում հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացնում։ Բարեկարգում ասֆալտապատում են նաև բակային հատվածները։ Քարուքանդայց ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունն ու համայնքը մոտ 900 միլիոն դրամ են ծախսել։ Այս տարածքում ապրում եմ 1983 թվականից։ Շենքը ստացել ենք, սարքել են, դրանից հետո ոչ մի բարեկարգում չենք տեսել։ Վիճակը շատ վատ է ելել, ասֆալտ-բետոնով կատարվում է հարթեցման աշխատանք, որից հետո կատարվի լուկելի բարձրացում, նրանից հետո արդեն վերին շերտի տեղադրում 5 սանտիմետր ասֆալտ-բետոն։ Վաղուց էր պետք եւ վերջապես հին ու մաշված վերելակների ժամանակը կավարտվի։ Դիլիջանում մեկնարկած սուբվենցիոն 4 ծրագրից մեկը բազմաբնակարանների հին վերելակների փոխարինումն է նորով։ 245 միլիոնից ավելի են ծախսել, որ արդիականացնեն բոլոր բազմաբնակարանների 15 վերելակները։ Բազմաբնակարան շենքերը կառուցելուց այդ ժամանակ տեղադրվել է եւ երբևիցե չի փոխվել, առաջին անգամն է որ փոխում ենք, ամբողջական բյուջեն կազմում է 1 միլիարդ 100 միլիոնի մասով։ Հաղարծին գյուղում էլ 6 փողոց են հիմնանորոգում, սկսել են հենապատերից։ 1.7 կիլոմետր երկարությամբ փողոցներում նախ ջրագծերն ու կոյուղիները կարդիականացնեն, հետո կանցնեն տուֆապատմանը։ Գյուղական կոլորիտը պահպանելու համար հենապատերը կառուցում են հատուկ շարվածքով։ Քարը մեր տեղական քարն է, քարի հենց այս քարը մենք ընտրել ենք համայնքապետի հետ միասին, որոշել ենք, որ էսի ավելի սիրուն կլինի, մեր գյուղին ավելի լավ կլինի, ու ինքը թանկարժեք քար է եւ աշխատանքն է շատ թանկ եւ դժվար ճարվող քար է։ Սկսած տրանսպորտից, աղբահանության տեխնիկաներից, հանրային տրանսպորտի ավտոբուսներից, այսինքն բնակավարները տարատեսակ են եղել ու մեր կատարված աշխատանքների գրեթե 50%-ը տրամադրում է կառավարությունը, որը որ եւ շնորհակալ ենք եւ առանց կառավարության աջակցության համենայն դեպս նման ծրագրեր, նման մասշտաբի ծրագրեր իրականացնել անհնար է։ Այս տարվա որոշ սուբվենցիոն ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի։ Համայնքապետարանում քննարկում են դրանք 2026-ի ծրագրերի հետ համընթաց իրականացնելու ուղիները։